Հայաստանի հյուսիսային դարպասը հարավայինին կապող ռազմավարական մեծ նշանակությամբ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածի 31 կիլոմետր երկարությամբ բետոնե ծածկն արդեն ամբողջությամբ պատրաստ է։ Սա հյուսիս-հարավ հսկայի 5 մասերից, տրանշներից առաջինն է։ Այստեղ իհարկե դեռ կիսատ մնացած աշխատանքներ կան, մասնավորապես Մարմարաշեն եւ Բուրաստան համայնքների համար կկառուցվեն վերգետնյա անցումներ, նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կմեկնարկեն համապատասխան մրցույթները։ Արդիականացվելու է նաև առկա անցումները, համապատասխանեցնելով առաջին դասի ճանապարհի պահանջներին։ Ձմռան ընթացքում ծրագրի պատասխանատուները ձեռքները ծալած չեն նստել, կատարվել են մի շարք թղթաբանական, պայմանագրերի կնքման եւ այլ տեխնիկական աշխատանքներ։ Նաև ընթանում է ճանապարհի ծածկի լաբորատոր թեստավորումը եւ փորձարկումները, պարզելու որքանով է համապատասխանում արդեն պատրաստ ճանապարհի որակը նախանշվածին։ Արդյունքները կլինեն շուտով։ Իսկ երբ է նոր ճանապարհը վերջնական տեսքով հանձնվելու վարորդների դատին։ Սույն թվականի տարեվերջ լիարժեք շահագործման կհանձնվի տրանշ 1-ը երթևեկության համար։ Տրանշ 1-ի աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար Կորսան Կորվիամ իսպանական շինարարական ընկերության հետ կնքվել է 70.4 միլիոն դոլարի պայմանագիր։ Այս պահին իրականացվել է 47 միլիոն դոլարի աշխատանք։ Առաջիկայում երթևեկությունը կտեղափոխվի աջակողմյան հատված, ճանապարհի ձախ մասում կահավորման, ինչպես նաև նկատված թերությունների վերացման եւ որոշ աշխատանքների վերակատարումն իրականացնելու նպատակով։ Աշտարակ-Թալին, սա ճանապարհային միջանցքի երկրորդ տրանշն է, երկարությունը 42 կիլոմետր։ Հայտնի է, որ այս հատվածով է անցել ավելի քան 7000 կիլոմետր երկարությամբ ձգվող Մետաքսի ճանապարհը։ Այս տարածքում հայկական հնագույն քաղաքներ են եղել, փաստում են հայ հնագետները, ովքեր 2013-ից այստեղ պեղումներ են իրականացնում։ Աշխատանքները կատարվում են հյուսիս-հարավ ծրագրի ֆինանսավորմամբ։ Նոր ճանապարհը չպետք է հաստ բետոնե շերտի տակ թողնի պատմական փաստացի ապացույցները։ Սա Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է։ Այդտեղ էլ շատ կարևորվում է թե Ասիական բանկի թե կառավարության կողմից պահպանելու մեր ժառանգությունը, լավագույնս պահպանելու ու վստահ եղեք, որ ի հաշիվ մեր պատմական ժառանգության ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվի։ Նույնիսկ պատրաստ է կառավարությունը ծրագիծը տարբեր ձևի փոփոխելու, բայց պահպանելու պարտադիր արժեք ունեցող, նշանակալի արժեք ունեցող եւ տեղափոխման հնարավորություն ունեցող հուշարձանները։ Հնագիտական աշխատանքներ իրականացվում են նախորոք մշակված ծրագրի համաձայն, որով կարգավորվում է նաև այն հարցը, թե ինչ պետք է անել, եթե շինարարության ընթացքում հնագիտական արժեք ներկայացնող օբյեկտներ հայտնաբերվեն։ Դադարեցվում են աշխատանքները եւ գործի են անցնում հնագետները։ Այս հարցով սերտ համագործակցություն կա մշակույթի նախարարության հետ։ Տրանշ 2-ում իրականացվում է նաև հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագիր։ Այդ պատճառով է, որ 42 կիլոմետր երկարությամբ ձգվող ճանապարհը կապալառուին տրամադրվում է ենթահատվածներով։ Այս պահին դատական լսումներ են անցնում 20 գործեր, որոնք կավարտվեն 1-ից 2 ամսում։ Արթուր Սարգսյանը չհերքեց հողօտարման ծրագրի մեկնարկի ժամանակ եղել են որոշ խնդիրներ, թե օրենսդրական դաշտի բարելավման, թե հանրության հետ տարվող աշխատանքի, թե Ասիական զարգացման բանկի կանոնակարգերի կիրառման հետ կապված։ Հիմա ամեն ինչ շտկվել է։ Սա վերակառուցման աշխատանքներն, այսինքն 2-3 գիծ ունեցող ճանապարհը դառնում է 4-ից 6 գիծ ունեցող ճանապարհ ու դա պարզ է, որ պահանջվելու հավելյալ հողեր, ամբողջ 500 կիլոմետր տարածքում լինելու են հողօտարման ծրագրեր։ Մեր փորձը արդեն իսկ թույլ է տալիս ինձ հայտարարություն անել, որ հաջորդական տրանշերում ավելի հեշտ ու ավելի վստահ մեկնարկել հողօտարումները հաջորդիվ տրանշերում։ Վերադառնալով տրանշ 2-ին նշենք, որ բետոնե ծածկի փռման աշխատանքները կմեկնարկեն եղանակների տաքանալուն պես։ Ճանապարհը պատրաստ կլինի 2017-ի սկզբում։ Այս հատվածի շինարարական աշխատանքների պայմանագրային գինը կազմել է 179.6 միլիոն ԱՄՆ դոլար, որից այս պահին տրամադրվել է 18 միլիոնը։ Տրանշ 1-ի եւ 2-ի համար հյուսիս-հարավի մեկնարկի սկզբից գումարային տեսքով իրականացվել է 65 միլիոն ԱՄՆ դոլարի աշխատանք։ Շուտով կհայտարարվեն մրցույթներ տրանշ 3-ի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքներն իրականացնելու համար։ Համապատասխանաբար շուրջ 18.7 եւ 27.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհների նախագծերն արդեն կան։ Տրվել է նաև համալիր փորձաքննության եզրակացությունը։ Կառավարությունը եւս արել է իր առաջարկությունները։ Այս պահին վերջնականացման փուլում են մրցութային փաստաթղթերը, որ ներկայացվելու են ծրագրի համաֆինանսավորողներ Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի հաստատմանը, ինչպես նաև հրապարակվելու են համապատասխան կայքերում եւ միջազգային բիզնես ամսագրերում։ Ընկալում ենք մասնակցություններ արդեն միջազգային կամ տեղական կազմակերպություններին, որոնք ունենան համապատասխան հզորություններ նշված մրցութային փաստաթղթերում
եւ ունենալով հաղթող կազմակերպություն արդեն կմեկնարկեն նաեւ այդ տրանշի շինարարական աշխատանքները։ Տրանշ 4-ի Արտաշատ Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ուղղությամբ եւս ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Վերջնական տեսքի է բերվում նախագիծը, կատարվում են ուսումնասիրություններ։ Այս հատվածում առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախատեսվում է կառուցել ճանապարհային թունել։ Երկարությունը 4.7 կիլոմետր, կառուցման վայրը Քաջարանից Մեղրի տանող հատվածում, 2400 մետր բարձրությամբ լեռան ստորոտում։ Իդեպ, հենց այդ լեռան վրայով է անցնում ներկայիս ճանապարհը։ Անցած տարի սկզբին արդեն պատրաստ էր տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, պատվիրվել էր կառավարության կողմից, աշխատանքները իրականացվել են 0-ից բառից իմաստով, այսինքն միջազգային տեխնոլոգիաներին համապատասխան մեքենամեխանիզմներով իրականացվելու է թունելի փորման աշխատանքներ։ Հյուսիս-հարավ ծրագրի ավարտը նախանշված է 2019-ին, սակայն ծրագիրն արդեն լայնացնում է իր աշխարհագրությունը, դուրս գալով Հայաստանի Հանրապետության սահմաններից եւ ծրագրի հիմնական նպատակը դառնալ տարածաշրջանային ռազմավարական եւ տնտեսական շահավետ տարանցիկ գոտի արդեն իսկ ուրվագծվում է։ Հարավից իրանական կողմն է պատրաստ ներդրումներ անել, հյուսիսից վրացական կառավարությունն է արդեն իսկ գործնական քայլեր կատարել։ Իրանի կողմից մեծ հետաքրքրություն այս ծրագրի համար, նրանք պատրաստ են իրենց ճանապարհները բարելավել եւ հասցնել հյուսիս-հարավին իրենց միջոցներով եւ ունենալ նմանատիպ նաեւ ճանապարհներ իրենց կողմից։ Այնտեղ արդեն իսկ առկա են շատ ճանապարհներ, որոնք նմանատիպ կատեգորիային որոշ փոքր հատվածների վերակառուցում եւ նորոգում պահանջվելու կամ կառուցում նորերի, որոնք իրանք պատրաստակամ են ու արդեն իսկ սպասում են դիտարկում են թե ոնց է զարգանալու ծրագիրը, այսինքն քաղաքական կամքը կա։ Վրացական կողմում կարող եմ ասել, որ արդեն այս տարի կա հաջողություն մեր քաղաքական ասպարեզում այն հանգամանքով, որ վրացական բյուջեում արդեն իսկ 25 կիլոմետրի նորոգման միջոցներ են նախատեսված այդ ճանապարհի։ Դա արդեն առաջի քայլն է ու շատ ուրախացնող է, որովհետև եթե ինչ-որ մի հատվածում, կտոր հատվածում գումար է նախատեսվում, դժվար թե որոշ կառավարություն թողեն այդ գումարները փոշիանա եւ չշարունակեն։ Այսինքն նշանակում է, որ մենք ունենանք ի վերջո այդ հատումը եւս։ Հյուսիսից հարավ գնացող առաջին կարգի բետոնապատ մայրուղին մի մասն է այն հեռանկարի, որտեղ ավտոմոբիլային ճանապարհով իրար են կապվում արևմուտքն ու արևելքը։ Հայաստանը հյուսիսից միացնելով դեպի Սև ծով տանող միջպետական ճանապարհներին, հարավից դեպի ասիական տնտեսական եւ առևտրային կենտրոններ ձգվող մայրուղիներին։ Հայաստանը հանդես կգա նաև որպես տրանզիտ երկիր, նոր հնարավորություններ բացելով բեռնափոխադրողների եւ բիզնես ծրագրերով հետաքրքրվողների համար, իսկ զբոսաշրջիկների անվտանգ ու բացահայտումներով լի ճանապարհորդության երբեմնի երազանքն արդեն թանձրանում է իրականության պատկերներով։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն։